Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ռուսաստանը Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից սարսափելի ողբերգությունից հետո ավելի ուժեղացրեց հսկողությունը այդ երկիր ժամանող միգրանտների համար։ Միգրացիոն օրենքի խստացումներն ավելի լայն մասշտաբով սկսվեցին կիրառվել այս տարվա սկզբից։ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, այդ երկրում աշխատելը, ուսում ստանալը ևս խստացվեցին։ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքի փոփոխություններն ու խստացումները չշրջանցեցին նաև ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին։ Ռուսաստանն իր խիստ օրենքները կիրառում է նաև Հայաստանից Ռուսաստան ժամանողների նկատմամբ։ Պետդումայում քննարկվում է օրինագիծ, որը կարող է սահմանափակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող աշխատանքային միգրանտներին իրենց ընտանիքը երկիր տեղափոխելու իրավունքը։ Հիմա որ փորձում են խստացնել, այստեղ կարող է նաև հակասություն լինել ԵԱՏՄ համաձայնագրի հետ, որ ամեն դեպքում քննարկվում է, որ թույլ չտան ընդհանրապես աշխատանքային միգրանտներին տանել ընտանիքի անդամներին։ Դեռ դա չի ընդունվել, բայց այս մասով կարիք կա հստակեցնելու էլի, արդյոք դա վերաբերվելու է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, թե ոչ։ ԱԳՆ-ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանի գնահատմամբ դա չպետք է տարածվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա, քանի որ կհակասի միության մասին պայմանագրին։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ԵԱՏՄ պետությունների աշխատավոր քաղաքացիների համար հատուկ միգրացիոն ռեժիմ է ապահովում Ռուսաստանում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը դեմ է արտահայտվել ԵԱՏՄ երկրներից միգրանտների ընտանիքների Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքին։ Հիմա, երբ պաշտոնական Երևանը հաճախ է խոսում իր տնտեսական ու քաղաքական վեկտորը դեպի Եվրոպա մայրցամաք ուղղելու մասին, հարց է առաջանում. Էլ ինչը հաշվի առնելով պետք է ռուսական իշխանությունները առավելություն տան Ռուսաստանում աշխատանք փնտրող հայ միգրանտների համար։ Նրանք ևս հավասարեցվելու են Ռուսաստանի հետ ոչ մի քաղաքական եւ տնտեսական համակարգում գոյություն չունեցող քաղաքացիների հետ։ Երևանը լավ հասկանում է ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները եւ դրանից դուրս գալու բացասական հետևանքները։ Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները։ Օրենքի դեմ արտահայտվողները համարում են, որ Ռուսաստանն իր երկիր ժամանած միգրանտների նկատմամբ անհանդուրժողականություն եւ ազգայնականություն է դրսեւորում։ Ռուսաստանի իշխանությունները կառավարության ներկայացուցիչները սակայն հակառակն են պնդում, թե իրենց կողմից ոչ մի ազգայնականության դրսևորում չկա։ Ռուսաստանը բազմազգ երկիր է եւ տեղի իշխանությունները ողջունում են բոլոր նրանց, ովքեր պահպանում են այդ երկրի օրենքներն ու սովորույթները, գիտեն լեզուն եւ մշակույթը, նրանք, ովքեր իրականում նույնիսկ չեն ուզում աշխատել, բայց այստեղ են քարշ տալիս իրենց հարազատներին, ընկերներին եւ ընտանիքներին, մեծացնելով սոցիալական ոլորտի բեռը։ Մեզ պետք է նման միգրացիա, իհարկե ոչ։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տվյալներով անցած տարի ռուսական անձնագիրը ստացել 209,000 մարդ, ինչը գրեթե 45%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից եւ սա վերջին 5 տարվա ամենացածր ցուցանիշն է։ Ժամանակավոր բնակության թույլտվություն ստացողների թիվը եւս նվազել է, այս դեպքում արդեն 50%։ Աշխարհը շունչը պահած սպասում է, կծավալվի արդյոք Հնդկաստան-Պակիստան բախումը, թե ոչ։ Համենայն դեպս իրավիճակի լարումից օրեր անց Պակիստանը հայտարարում է, որ հավաստի հետախուզական տվյալներ ունի, որ Հնդկաստանը մտադիր է շուտով ռազմական գործողություններ սկսել։ Իսլամաբադը կոչ է անում Միացյալ Նահանգներին ճնշում գործադրել Հնդկաստանի վրա, որպեսզի վերջինս զսպի հռետորաբանությունը եւ պատասխանատու գործի։ Պետդեպարտամենտն իր հերթին երկու կողմերին է հորդորում նվազեցնել լարվածությունը։ Դելլին լուր է։ Հետախուզական տվյալներ ունենք, որ Հնդկաստանը պատրաստվում է լայնածավալ հարձակում գործել մեզ վրա առաջիկա 24-ից 36 ժամերի ընթացքում ահաբեկչության կեղծ մեղադրանքներով։ Տասնամյակներ շարունակ Քաշմիրը չկիսող Հնդկաստանն ու Պակիստանը սրվեցին, լարվեցին, երբ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրեց սահմանային ահաբեկչությանն աջակցելու մեջ, սակայն Պակիստանի կառավարությունը հերքեց, թե կապ է ունեցել 26 խաղաղ բնակիչների կյանք խլած հարձակման հետ։ Հետո դիվանագիտական հարաբերությունները լարվեցին, հետո արդեն տնտեսական կապերը նվազեցին։ Երկու միջուկային գերտերությունների հնարավոր բախման մասին սկսեց ահազանգել աշխարհը։ Եթե այս կոնֆլիկտը լայնամասշտաբ լինի, ապա ինքը չի լինելու 1 կամ 2 ամսվա կոնֆլիկտ, ինքը կարող է տարիներ տևել։ Պակիստանի հետևում կանգնած այսօր Չինաստանը, Չինաստան-Հնդկաստան լարվածություն եւս արկա է, միջ այդ օրինակ Հնդկաստանին օժանդակում է Իրանը, նաեւ Միացյալ Նահանգները, նաեւ Իսրայելը, այսպիսով տարբեր գերտերություններ կարող են ներգրավել այս պատերազմի մեջ եւ ինքը կարող է բավականին մեծ պատերազմ դառնալ։
Իսկ եթե դառնա առավել մեծ պատերազմ, ապա մեր տարածաշրջանում գոնե առիթից կարող են օգտվել Բաքուն, որ սպասում է, թե երբ գերտերությունները զբաղված կլինեն այլ խոշոր հարցերով, եւ Անկարան, որ ըստ տարբեր հետազոտությունների զենք է ուղարկում Պակիստանին, ձեռքերը տաքացնելով այս կրակի վրա։ Թեև տպավորություն է, թե աշխարհի լարվածության գոտիները փոխվում են, բայց միջուկային երկրների բախումը թույլ կտա Ադրբեջանին տարածաշրջանային հարցեր լուծել, ասում է միջազգայնագետը։ Փաստ է, որ Ադրբեջանը սպասում է հարմար պահին, որ միջազգային գործոնները ներգրաված լինեն այլ խնդիրների մեջ, որպեսզի ինքը օգտագործի ստեղծված իրավիճակը, ճնշում իրականացնի Հայաստանի վրա, դա կարող է լինել լոկալ պատերազմ, եւ այդ ճնշման ընթացքում ստանա այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Մեկ այլ հանգամանք է նաև առաջ քաշում փորձագետը, հիշեցնում է հայ-հնդկական համագործակցությունը զենք զինամթերքի ոլորտում, ինչին դարձյալ կարող է հակամարտությունը խանգարել, նաև տնտեսական նախագծեր կան։ Այնուամենայնիվ միանշանակ չեն կարծիքները, թե բախումը կարող է մեծանալ։ Այստեղ գերտերությունների շահագրգռվածությունն է պետք։ Մյուս կողմից միջուկային զենքը կարող է սաստել կողմերին։ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան քննարկում են Պաղեստինի ճանաչման հարցը, որը ըստ Գարդիանի կարող է տեղի ունենալ 2025 թվականի ամռան սկզբին ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվելիք միջազգային համաժողովի շրջանակներում։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամին հաստատել է, որ քննարկումները կապված են Սաուդյան Արաբիայի աջակցությամբ կայանալիք միջոցառման հետ։ Նա նշել է, որ Պաղեստինի ճանաչման նախապայման է Համասի հեռացումը Գազայի իշխանությունից։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արդեն հայտարարել է, որ Փարիզը կարող է ճանաչել Պաղեստինը հունիսին։ Նախապես նման որոշում էին ընդունել Իռլանդիան, Իսպանիան եւ Նորվեգիան, ինչը բերում է Իսրայելի սուր արձագանքին։ Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ իր կինը հիացած չի եղել հռոմեական ոճի հսկայական քանդակով, որը նրան նվիրել էր անցյալ տարի։ Մետայի գործադիր տնօրենը լուրերի կենտրոնում է հայտնվել անցյալ օգոստոսին, երբ պատվիրել էր իր կնոջ հսկայական արձանը կանգնեցնել իրենց տան բակում։ Սակայն այս լայն ժեստը դուր չի եկել նրա 3 երեխաների մորը։ Չեմ կարծում, որ նա շատ ուրախ էր դրանից, ասել է Ցուկերբերգը։ Մայիսի 1-ն է աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը շնորհավորական ուղերձներ է տարածում։ Թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով եւ լավ ապրում ենք մեր իմացածի չափով, եւ մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը եւ ընդլայնել մեր իմացածի ծավալը։ Իսկ սա հնարավոր է աշխատանքի եւ կրթության եւ աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ Մեր պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես ենք հաղթահարել դժվարությունները եւ ստեղծել նոր արժեքներ, շնորհիվ մեր քրտնաջան աշխատանքի։ Այսօր էլ մեր քաղաքացիները նվիրումով աշխատում են, իրենց ներդրումն ունենալով երկրի զարգացման գործում։ Եվ իր ուղերձում միայն մարդու իրավունքների պաշտպանն է նկատում Հայաստանում շարունակում են աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման բազում խնդիրներ այսօր էական մնալ։ Շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է աշխատաշուկայում կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Առանցքային է նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովման ուղղված առավել հետևողական եւ ամբողջական ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։ Տարիներ շարունակ աշխատանքային իրավունքների ոտնահարման հարյուրավոր դիմում բողոքներ է ստանում աշխատանքի տեսչականը։ Օրինակ, միայն նախորդ տարի այն գերազանցել է ավելի քան 480-ը։ Տեսչականի թեժ գծի զանգերն էլ շատացել են, եթե 2024-ի առաջին եռամսյակում 1473 զանգ էին ստացել, ապա 2025-ին ճիշտ 2025 ավելի 552-ով։ Պատճառը բազմաթիվ է։ Դրանք կարող է լինել թե աշխատողի իր իրավունքի վերաբերյալ չիմացությունը, թե գործատուի կողմից խոչընդոտները։ Ըստ Մանասարյանի, մեր երկրի աշխատանքային օրենսգիրքը հնարավորինս համապատասխանեցված է միջազգային փաստաթղթերին, նաև մեր աշխատաշուկային։ Խնդիրը օրենք գործարկելն է, թե չէ բոլոր լավ ձևակերպումներն էլ շրջանցել հնարավոր է։ Երբ խախտվում է աշխատանքային իրավունքը, չի կարելի դրա հետ ուղղակի համակերպվել, պետք է անպայման դրա մասին բարձրաձայնել եւ գնալ այդ իրավունքի վերականգնման հետևից։ 2023-ից հիշենք աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումը մտավ ուժի մեջ, սակայն այս ընթացքում նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են արձանագրել, այն դեռևս բավարար չէ դեպքերի կանխարգելման եւ իրական պաշտպանության համար։ Անցած 1 տարվա ընթացքում աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության զոհ է դարձել 3 քաղաքացի։ Տեսչականում հարուցված վարույթները կարճել են աշխատավայրում բռնության, դրա սպառնալիքը ներառող արարքներ չարձանագրելու հիմքով։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը պրակտիկայում էականորեն նեղացնում է իրավասու մարմնի դատախազության մոտեցումները, եւ սա արդեն հիմք է պրակտիկ դաշտի տեսլականի փոփոխման եւ մի շարք գործերի կարճման, կասեցման ու վերանայման համար, թե որ գույքն են իրենք գնահատել որպես ապօրինի։ Այս մասին մայիսի 1-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման մասին համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։ Գոհար Մելոյանի խոսքով Սահմանադրական դատարանը շուրջ 3 տարի քննարկումից հետո օրենքը ճանաչել է սահմանադրական վերացական հսկողության շրջանակում, սակայն այդ գնահատականը չի բացառում առանձին քաղաքացիների դիմումները իրենց իրավունքների խախտումների հիմքով։ Նրա խոսքով կան դեպքեր, երբ անձինք հետապնդվել են գույքի համար, որը ձեռք է բերվել պաշտոնը ստանձնելուց շատ առաջ։ Ներկայումս նման վարույթների թիվը հասնում է մոտ 140-ի։ Տարին լավ չի մեկնարկել արտահանող տնտեսվարողների համար, վիճակը գրական կոմիտեի տվյալներն են խոսում նաև այդ մասին։ Այս տարվա առաջին եռամսյակում արտահանման անկումը 61.8% է եղել, հունվար-փետրվարի համեմատ վատթարանալով 2.6%-ային կետով։ Վերլուծաբանների, տնտեսագետների գնահատմամբ արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ, այլ նաև մյուս ապրանքախմբերի արտահանման անկումներով կամ ցածր աճով։ Հիմնականում դա պարված է նրանով, որ արտահանման ոսկի հսկայական քանակի արտահանում էր նախորդ ժամանակներում Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Չինաստան։ Հիմա այդ վերարտահանելը նվազեց, որովհետև նաև Ռուսաստանում հարկերի փոփոխություն եղավ։ Մեր իրական հնան 5%-ի կարգ է, ավելի ցույց հնան հիմնականում պարված է եղել վերարտահանումներով։ Հայաստանի արտահանման եւ վերաարտահանման շուկայի առյուծի բաժինը ԵԱՏՄ-ինն է։ Հայկական արտադրության ապրանքները հիմնականում արտահանվում են Ռուսաստան։ Վերարտահանման մեջ մեծ ծավալներ են գրավում դեպի Ռուսաստան գնացող մոբիլ հեռախոսները, լվացքի մեքենաներ, կենցաղային սարքեր, փոշետտիչներ, որոնք որ դրսից բերվում վերարտահանվում են։ Հիմա Ռուսաստանը արժանաբար իր սեփական արտադրություններն է զարգացնում։ Ինչ պետք է անի այս դեպքում կառավարությունը, որպեսզի արտահանող մեր տնտեսվարողները տեղում չդոփեն, գտնեն արտաքին այլ շուկաներ։ Առաջինը տնտեսական նոր ճյուղերի ստեղծում, գործարկում, դիվերսիֆիկացիա ապրանքների եւ տնտեսական ճյուղերի, եւ երկրորդը արկա արտադրանքների պարագայում միջազգային սերտիֆիկացման լուծում, սերտիֆիկատների ստացում, որպեսզի հնարավոր լինի արտահանել այն երկրները, որոնք այդ սերտիֆիկատների դեպքում են միայն թույլատրում։ Եվ այս բոլոր բացասական ցուցանիշները իրենց ասացությունը կարող են ունենալ տարվա ընթացքում տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Կառավարությունը 2025-ին 5.6% տնտեսական աճ է կանխատեսել, 2024-ին այն 5.8% էր։ Մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուները հաճախակի էին պնդում, թե ամեն ինչ անելու են, որ այդ 5.6%-ը հասցնեն նույնիսկ 6%-ի։ Տնտեսագետ Մակարյանի դիտարկմամբ, սակայն, եթե հաջորդ եռամսյակային ցուցանիշներն էլ գոհացուցիչ չլինեն, ապա հնարավոր է, որ տարվա վերջում 5.6%-ից էլ ցածր տնտեսական աճ արձանագրվի։ Կենտրոնական Կիլիկի ավտոկայանը շարունակում է անմխիթար վիճակում լինել, բայց այդ ամենին ավելացել է նաև հակասանիտարական վիճակը։ Դիտահորից դուրս եկող կոյաջրերը ամբողջ տարածքն են ողողել, կաշահոտ է ամենուր։ Կարշահոտ օսի վարակ է, թույլ։ Տնօրենը վառա բողոքելով։ Հիմա մի քիչ անձրև է գալիս։ Վիոլա ջուրը պետք է անի։ Գալիս են բանը, մի հատ պրովոդ կողում են մեջը, մի քիչ սպասում են, հետո նորից են պատմություն։ Քաղաքացիները հայտնել են, որ բազմիցս դիմել են Վեոլիա ջուր ընկերություն, բայց արձագանք չի եղել։ Ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ հաճախ են այստեղով զբոսաշրջիկներ անցնում։ Ավտոկայան, որտեղ կարելի ասել Գարշահոտ, որտեղ կարելի ասել ստեղծվում է մինին ու բարաշենի աղբավայր։ Բայց հակասանիտարական վիճակը միակ խնդիրը չէ, նստարաններն անմխիթար են, աղբամանները կոտրված, փոխարենը աղբն է ամենուր։ Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարը Դավիթ Խուդատյան, լավ կլինի, որպեսզի դուք էլ պարոն նախարար, նախին նախարար Գենել Սանոսյանի օրինակով 1-2 անգամ այցելեք եւ պարտավորեցեք Վիոլա ջրին, որպեսզի այս կեղտոտ վիճակը վերացնի։
Ավտոկայանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ուշադրության կարիքն ունի։ Այստեղ հիմնանորոգման հարց կա։ Վարորդներն ու քաղաքացիները պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում, իրենք ամեն օր են տեսնում այս պատկերը։